մենք հնարավորություն կտանք նոր փոքր ուժերին գալ, հաջորդ տարի հավաքել 4%-ը։ Ես հասկանում եմ, որպես Այդ շեմի իջեցնելը ուրիշ խնդիրներ չի առաջացնում, մի հատ վատ բառ կա պիտի ասեմ, Դավայցի։ ինչքան աբրժբրկա չի հայտնվի ազգային ժողովում։ Մթամ ներողություն էլի։ Այդ հաշվի առնելով որ հիմա Վերջացավ։ էլ է ինչի։ Վերջացավ։ Բայց դե Տոկոսը պատկերացրեք բարձր իջեցնելը լինելը հնարավորություն ա տվել ոնց այն լնգուլավազ Հա, причем մեծամասնություն կազմած լնգուլավազ Հա. о чем разговор չդե հա, լավ, տեսեք խնդիր կա հասկացա, մենք օրինակ իմ տեսակետը հետեւյալն է երբ որ մենք ունենում ենք սուպեր վարչապետական սահմանադրություն եւ ներքևը 1%, դա կարող է դժվարություն առաջացնել։ Եվ դա է պատճառը, որ մենք անպայման ուզում ենք, որ փոփոխությունը լինի։ Բայց երբ որ դու մի անգամ սիստեման ջարդում ես, դու հնարավորություն ես տալի մարդկանց հավատալու, նաև փորձելու իրենց ջանքերը փորձելու, որտեղ մեծ թվով երիտասարդներ կան, որոնք գրագետ շատ որակյալ։ Ես նայում եմ իրանց քննարկումները, չեք պատկերացնում էլի նախ նվիրյալ են բացարձակ, որովհետև մարդ նորից, որը ունի մասնագիտություն, որը ունի աշխատանք, շատ լավ վաստակում է, ունի զավակներ, անչափահաս զավակներ, գործը այդ ամեն ինչը թողում է ու գնում է հայրենիք պաշտպանելու, դա լավագույն դրսևորումն է մարդկային բանի, հա, կերպարի։ Ու երբ որ այդ մարդը նաև ունի գիտելիք բավարար ինքը իր վրա աշխատում է, նաև քաղաքական process-ի մասնակցություն է ուզում ունենալ, իսկ ինչի ինքը պիտի չունենա։ Պիտի ունենա նրանք, ովքեր որ ոչ մի բանի մասին են, հա, տեղավորվում են ինչ որտեղ, հա, ինչ որ պահի, գալիս են դառնում են ինչ որ մեկի, ինչ որ մի խմբի անունը դնում են քաղաքական խումբ, երիտասարդական ջոկատներն են դառնում, լկտի անում են, լպիրշանում են, տենց էլ մեծանում են, հետո գալիս են, կամ ընդհանրապես ոչ մի աշխատանք չեն ունեցել, կիսա սոված ապրել են, հետո գալիս են դառնում են մեծամասնություն այդ լնգուլավազով պետություն են կառավարում։ Չէ, մենք պիտի օրինակ մեր նժարի պրոյեկտի մեջ կա հատուկ մի համակարգ, որտեղ պիտի մշակվեն, այլ դաստիարակվեն էլիտաները, ընտրանին, որպես ազգի ընտրանի։